Բարեկալու Սիվիլներ, տաղավարում հյուրընկալել եմ Սարգիս Խանդանյանին, ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Խանդանյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Վերջերս շատ է խոսվում, տեղեկությունները կցկտուր են, բայց այնուամենայնիվ խոսվում է թեմայի մասին, Թրամփի ուղու ծրագրի, այսպես իրագործման վերաբերյալ, հա, ինչ տեղեկությամբ կարող եք մեզ հետ կիսվել, կան արդյոք ռեալ քննարկումներ նրա մասին, արդեն տեխնիկական պարամետրերի մասին, հայ-ամերիկյան այդ ընկերությունը կամ կոնսորցիումը ձևավորելու վերաբերյալ արդեն պատկերացումներ կան, ժամկետների վերաբերյալ, այդ ընկերության դիզայնի վերաբերյալ, չգիտեմ, ինչ քննարկումների մեջ եք, ինչ տեղեկությամբ կարող եք կիսվել մեզ հետ։ Թրիփի ուղու, Թրամփի ուղու տեխնիկական պարամետրերը հստակեցման, ճշգրտման փուլում են հիմա, սկսած թե ինչ տեսք պիտի ունենա այդ ընկերությունը, որը պետք է ստեղծվի, երկկողմ ընկերությունը, որը պիտի ստեղծվի, ինչպիսի փայաբաժիններ պիտի ունենան Հայաստանը, Միացյալ Նահանգները, ինչ ենթաընկերություններ պիտի ստեղծվեն, այս ամենը բանակցությունների փուլում են հիմա Հայաստանի կառավարության եւ Միացյալ Նահանգների կառավարության անպատասխան թիմերը քննարկում են այս հարցերը, իրավական բնույթի հարցերը եւ այլն, եւ ես կարծում եմ արդեն բավականին արագացել է գործընթացը։ Ես հույս ունեմ, որ մինչև տարվա վերջ արդեն հանրությանը հնարավոր կլինի ինչ որ տեղեկատվության հանրության հետ կիսվել, թե ինչպիսի տեսք է ունենալու այդ պայմանագիրը եւ ինչ տեխնիկական դետալներ է ունենալու։ Այս պահին ակտիվ ընթանում է այդ խոսակցությունը։ Իսկ կա գոնե պատկերացում նրա մասին, թե ինչպիսի փայաբաժիններ են ունենալու կողմերը։ Սկզբից հայտարարվում էր 50-50-ի մասին, կարծես հիմա չի խոսվում դրա մասին։ Ինչպիսին է լինելու այդ քանի դեռ այդ բանակցությունները չեն ավարտվել, հնարավոր չի։ Նաեւ քննարկումների մեջ է թե քանի տարով է ստեղծվում այդ կոնսորցիումը եւ այլն, եւ այդ բոլորի միմյանց փոխլրացնող եւ փոխկապակցված հարցեր են եւ կարծում եմ արժի սպասել բանակցությունների ավարտին, որպեսզի որոշակի ստեղծվի։ Հայաստանում էր գտնվում սրանից շաբաթներ առաջ տեխնիկական թիմ Ամերիկայից ժամանած, եթե չեմ սխալվում, Մաքսայինի գծով նաեւ, հա, արդեն ինչ աջակցություն են իրենք տրամադրում Հայաստանին այդ առումով, որովհետև մի կողմից Հայաստանը Մաքսային միության մեջ է, Ռուսաստանի հետ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, բայց մյուս կողմից Մաքսային ընթերցակարգերի հետ կապված կարծես Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ որոշակի աջակցություն են տրամադրում, ինչպես է համատեղվում նաև այդ աջակցությունները։ Այդ աջակցությունը իրականում սահմանված է նաև այն փոխհմբռնման հուշագրում, որ օգոստոսի 8-ին երկկողմ փոխհմբռնման հուշագրում, որը ստորագրվեց Խաղաղություն Խաշմյոկ նախագծի աջակցման տեսանկյունից եւ ոչ միայն Մաքսային ծառայության աջակցություն, այլ նաեւ սահմանապահ ծառայության աջակցություն, սա հիմնական կարողությունների զարգացմանն է վերաբերվում եւ ըստ էության այս առաջին թրիփի շրջանակներում կամ այս երկկողմ, հա, փոխհմբռնման հուշագրի շրջանակներում սա առաջին աջակցության տրանշներ, որը տրամադրվեց Հայաստանին, հիմնականում տեխնիկական կարողությունների զարգացում, հմտությունների զարգացում Մաքսային ծառայության եւ սահմանապահ ծառայության, որպեսզի նաեւ այդ ոչ միայն Հայաստանի հարավով անցնող ուղիների, այլ ընդհանրապես Հայաստանի մնացած հատվածներում սահմանապահ մեր ծառայությունները եւ Մաքսային ծառայությունները ավելի լավ կարողություններ ունեն եւ սա իրականում կոմպլիմենտար է մեր վիզաների ազատականացման գործընթացին, այստեղ շատ կարևոր է, որ այդ աջակցությունը տրամադրվում է, որովհետև այսպես թե այնպես Հայաստանը պիտի վիզաների ազատականացման գործընթացում այդ տնային աշխատանքը աներ եւ լավ է, որ կա միջազգային սահմանների կառավարման հետ կապված։ Այսինքն սա որևէ հակասության մեջ չի մտնում Մաքսային միության ընթացակարգերի հետ, Եվրասիական տնտեսական միության ընթացակարգերի հետ։ Ընթացակարգերի փոփոխման կանոնների մասին չէ, կարողությունների մասին է։ Հա, զուտ կարողություն է։ Շատ լավ։ Եվս մեկ հարց այդ կտրվածքով, տեսեք, երբ Եվրոպական միությունն էր Հայաստանում տեղադրում իր դիտորդներին, այդ դիտորդների Հայաստան գալու եւ Հայաստանի տարածքով մեկ բացազատումից հետո, այսպես ասած, հա, քաղաքացիական դիտորդական առաքելությունը, դրա նկատմամբ Ռուսաստանը ուներ շատ կոշտ վերաբերմունք։ Բազմաթիվ էին հայտարարությունները նրա մասին, որ այդ դիտորդները զբաղվում են, չգիտեմ, սահմանի շպիոնությամբ, սահմանի հետ կապված տվյալներ են հավաքում, փոխանցում են Բրյուսել, Իրանը պետք է հայտնի իր մտահոգությունը դրա մասին էին ասում, Ադրբեջանի հետ համատեղ կարծես սինխրոն հայտարարություններ էին այն այդ ժամանակ։ Դրանք կար հայկական կողմը դրանց հակադարձում էր։
Բայց հիմա երբ որ Թրամփի ուղի նախագիծն է իրականացվում, հա, ինքը մասշտաբով շատ ավելի մեծ նախագիծ է, շատ ավելի մեծ ներդրումների մասին է, շատ ավելի ուժեղ դերակատարի տվյալ դեպքում ԱՄՆ-ի ներգրավվածության մասին է, բայց այստեղ ունենք ավելի համագործակցային վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ գոնե պաշտոնական հայտարարությունների մասով։ Օվերչուկն է հայտարարել, որ իրենք պատրաստ են աջակցել այդ գործընթացին եւ մասնակցություն ունենալ։ Դեսպան տնից եղան հայտարարություններ նրա մասին, որ եթե դա Հայաստանին իրենց ուրեմն դաշնակցին Հայաստանին այսպես ձեռնտու է, ապա ձեռնտու է նաև Ռուսաստանին։ Ինչպես կբացատրեք այս կոնտրաստը։ Մի դեպքում շատ ավելի մասշտաբով փոքր նախաձեռնության նկատմամբ, քաղաքացիական դիտորդական առաքելության նկատմամբ Ռուսաստանը ունի շատ կոշտ վերաբերմունք եւ նարատիվները, ռոպագանդան լրիվ այլ ուղղությամբ էին, հիմա լրիվ այլ ուղղությամբ համագործակցային են։ Ես կարծում եմ, որ գործոններից մեկը հենց այն է, որ մեկը Եվրամիությունն է, մյուսը Միացյալ Նահանգները եւ հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է ինչ-որ երկխոսություն ունենալ Միացյալ Նահանգների։ Այսինքն ավելի գլոբալ գործընթացի մի մաս է վերաբերվում։ Բայց բացի դա, սա ապացուցում է մեր այն փաստարկը, երբ որ օգոստոսի 8-ին ստորագրվեց հռչակագիրը, մեր ընդդիմությունը եւ նաեւ այդ ժամանակ ռուսական հեռուստաալիքների հայտնի դեմքերը եւ այլ մարդիկ քննադատապար էին մոտենում սրան եւ ասում էին, որ հիմա Ռուսաստանից եւ Իրանից կլինեն խիստ արձագանքներ սրան, սա արվում է Ամերիկային բերում են տարածաշրջան Ռուսաստանի դեմ եւ Իրանի դեմ եւ այլն, եւ մենք բացատրում ենք, որ ընդհակառակը սա օգտակար է նաեւ Ռուսաստանի համար, որովհետեւ բաց սահմաններով եւ հատկապես ենթակառուցվածքներով հարավային Կովկասը նաեւ հնարավորություններ է ստեղծում Ռուսաստանի համար եւ կարծում եմ այս անկալումը առնվազն կա, բայց նաեւ այդ բանը ռետորաբանության վայրիվերումների եւս մենք ականատես ենք լինում ռուսական կողմից, գուցե երբ որ դետալները հստակեցվեն լինի կրկին այդպիսի անհանգստություն եւ այդ անհանգստությունը սովորաբար նաեւ իր արձագանքն է կրում Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Ես կարծում եմ անհանգստանալու ոչինչ չկա եւ հիմա նորից հեսա կսկսվեն կոնսպիրացիաները, որովհետեւ երբ որ արդեն պատրաստ լինի պայմանագիրը, ստորագրվի որևէ պայմանագիր եւ այլն, եւ դա շատ նման է այն կոնսպիրացիաներին, երբ որ ստորագրվեց հռչակագիրը եւ նաեւ երկկողմ հուշագիրը, որը չհրապարակվեց եւ ասում էին միջանցքը այն խաղաղության խաչմերուկ հուշագրով է Հայաստանը տվել, հետո հրապարակվեց այդ հուշագիրը եւ մարդիկ հասկացան, որ ընդհանրապես ինչպես մի քիչ առաջ քննարկում ենք, դա մեր կարողությունների զարգացման մասին է։ Անհանգստանալու ոչինչ չկա այս տեսանկյունից, անհանգստանալու ոչինչ չկա նաեւ մեր նշածած գործընկերների համար, թե Ռուսաստանի համար, թե Իրանի համար։ Շատ լավ, պրակտիկորեն եւ տեխնիկապես ինչպես է հայկական կողմը պատկերացնում, որ օրինակ ռուսական կողմը որևէ ներկայություն նկատի ունեմ մասնակցություն ունենա Թրամփի ուղի նախագծի իրականացմանը։ Չգիտեմ, տեխնիկական կլինի, ենթակապալառու կլինի այնտեղ, կարող է, չգիտեմ, երկաթուղիների կառուցմամբ զբաղվել եւ այլն, ինչպես է դա տեղի ունենալու։ Որևէ երրորդ կողմի ներգրավվածություն, ինչպես սահմանված է հռչակագրում, պետք է տեղի ունենա երկկողմ համաձայնությամբ, կոնսենսուսով։ Այսինքն որևէ երրորդ կողմ, որը դա լինի պետություն թե ընկերություն, եթե ցանկանում է որևէ ներկայություն ունենալ, ներդրում ունենալ, մասնակցել նախագծային աշխատանքներին, կառուցապատմանը, կառավարմանը եւ այլն, պետք է ունենա թե հայկական կողմի, թե ամերիկյան կողմի համաձայնությունը եւ այստեղ բանակցությունների միջոցով են այդ հարցերը որոշվում։ Որտեւ այդ անհանգստությունը արդարացիորեն կար, որ հիմա կգան ադրբեջանական եւ թուրքական ընկերություններ եւ սկսեն այստեղ ներդրումներ կատարել եւ օգուտներ ունենալ դրանից, բայց այստեղ կրկին դա որոշվելու է կոնսենսուսով եւ եթե նման հայտ ներկայացնի Ռուսաստանը կամ ռուսական որևէ ընկերություն, դա կդրվի բանակցությունների սեղանին եւ որոշում կկայացվի։ Պարոն Խանդարյան, գուցե դուք այս հարցին անդրադարձել եք, բայց մեր տաղավարում չեք եղել երկար ժամանակ, դրա համար ուղղում եմ այս հարցը ձեզ։ Այնուամենայնիվ վերադառնալով օգոստոսի 8-ին ստորագրած համաձայնություններին, այդ համաձայնությունների մեջ եռակողմի մասին է խոսքը, Թրամփը որպես ներկա ստորագրեց կամ վկա ստորագրեց այդ համաձայնությունը, տվյալ դեպքում հռչակագիրը, Հայաստանը եւ Ադրբեջանը որպես ամբողջապես եւ լիիրավ անդամ դրա, հա։ Այնտեղ կա կոմունիկացիաների ապաշրջափակման կետում կա հետեւյալը, որ Ադրբեջանի վերաբերյալ խոսվում է անխոչնդոտ անցումի մասին, որը մեզ տանում է օգոստոսի 9-ի, ներողություն, նոյեմբերի 9-ի
այսպես հայտարարություն դեպի, որովհետև այնտեղ էլ կար այդ կետը, կարծես այնտեղից copy-paste է արվել, տեղափոխվել է այստեղ, իսկ հայկական կողմի մասով, երբ որ խոսում է հայկական կողմի օգուտների մասին, ասում է հայկական կողմը եւ այսպես համատեղ եւ բոլորի համար ես հիմա կոնկրետ ձևակերպումը չեմ հիշի, չեմ մեջբերի, բայց այսպես օգուտների մասին է խոսում այդ կոմունիկացիաներից օգտվելու տեսանկյունից։ Ինչու է այս դիֆերենցիան դրված։ Օգուտների մասին խոսվում է ամբողջ բարբերության ավարտին, այսինքն այն ամբողջ բարբերության մեջ ինչ նշված է, նույնը ըստ էության փոխադարձաբար օգտվելու է Հայաստանը։ Իսկ անխոչնդոտը Հայաստանն է վերաբերում։ Մաքսային սահմանային կարգավորումների հարցերը պետք է բանակցվեն եւ բնական է, որ եւ տրամաբանական է, որ դա պետք է լինի փոխադարձաբար։ Եվ այստեղ ես էլի եմ ասել, անխոչնդոտ բառի բազմազան մեկնաբանություններ կան, բայց դրա ամբողջ տրամաբանություններն է, որ Հայաստանը չի ստեղծելու որևէ խոչընդոտ, արհեստական խոչընդոտ Ադրբեջանից, Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան անցման համար։ Անխոչընդոտ չի նշանակում, որ Հայաստանը չի ստուգելու բեռները, չի ստուգելու փաստաթղթերը եւ այլն, դա դրա մասին չէ, որովհետեւ նույն պարբերության մեջ նաեւ խոսում է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ հատկապես իրավազորության մասին։ Եվ իրավազորության կտորը նշանակում է, որ գործելու են Հայաստանի Հանրապետության բոլոր վերաբերելի օրենքները այդ անցման համար։ Հայաստանը Վրաստանի համար էլ չի ստեղծում խոչընդոտ, տարածքով կամ Իրանի համար էլ չի ստեղծում։ Այո, Հայաստանը բայց չունի դրա համար հատուկ նշված կետ Իրանի հետ հարաբերություններում կամ փաստաթղթերում։ Եվ չի ունեցել կոնֆլիկտի պատմություն Իրանի հետ եւ չի ունեցել կոնֆլիկտի պատմություն Վրաստանի հետ եւ այդ հարցը այդքան երկար բանակցությունների առարկա չի եղել եւ հիմա բանակցությունների արդյունքում ստեղծվել է մի բան, հա, շրջանակ, որով հնարավոր է եղել համաձայնության գալ։ Եվ այդտեղ ամենակարևորը, որ նշած սկզբունքները արձանագրված են, եւ այդ սկզբունքներից դուրս ոչինչ չի կարող լինել։ Եվ այո, Հայաստանն էլ ակնկալում է, որ Երևանից Մեղրի անցումը լինելու է անխոչընդոտ, այսինքն որևէ արհեստական խոչընդոտ Ադրբեջանը չի ստեղծելու Հայաստանի համար այդ անցման տեսանկյունից եւ տրամաբանական էլ չէ իրականում, որ Հայաստանը կամ Ադրբեջանը փոխադարձաբար խոչընդոտներ ստեղծեն, որովհետև ըստ էության այս նախագիծը փող աշխատելու մասին է։ Այդ դեպքում ձեզ մի հարց ուղղեմ, որը բարձրացրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինքը ասում է կամ առաջարկությամբ է հանդես գալիս, որ հայկական կողմը կարող էր առաջարկել, որ թրիփը չսահմանափակվեր միայն Սյունիքով, այսինքն Սյունիքի մի մասից մյուսը Հայաստանի Սյունիքի հատվածում Հայաստանի տարածքի արևելքից արևմուտք անցում տեղի ունենա, այլ նաև իր մեջ ներառեր եւ արդարացի կլներ, որ իր մեջ ներառեր, եթե անխոչընդոտը վերաբերում է նաև Հայաստանին, իր մեջ ներառեր նաև Նախիջևանը։ Ինչու Հայաստանը չի ձգտել դրան։ Հայ-ամերիկյան երկկողմ պրոյեկտ է եւ թրիփը միայն ճանապարհի եւ երկաթուղու մասին չէ։ Թրիփը մի շարք այլ ենթակառուցվածքների մասին է եւս նշել ենք բազմիցս գազատար, նավթամուղ, էլեկտրահաղորդագծեր, ինտերնետային մալուխներ եւ այլն, եւ թրիփի շրջանակներում Հայաստանը եւ Միացյալ Նահանգներն են բանակցում, այսինքն սա հայ-ամերիկյան պրոյեկտ է եւ բացառապես երկաթուղու մասին չէ։ Բայց դա կանայք այն դեկլարացիայի մեջ, որի տակ ստորագրել է նաև Ադրբեջանը։ Բայց Հայաստանն ու Միացյալ Նահանգներն են եկել այս համաձայնությանը եւ Հայաստանը կարիք ունի այդ ենթակառուցվածքների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցություն։ Հայաստանը պիտի ստեղծի այդ ենթակառուցվածքները, մեր երկաթգիծը պիտի վերակառուցվի, մեր այն մյուս ենթակառուցվածքները չկան ընդհանրապես գազատարի եւ այլն, եւ այստեղ ամերիկյան ներդրումների կարիքը Հայաստանը ունի, ինչը ըստ էության կարծես թե չունի Ադրբեջանը։ Չէ, եթե ասում են խոսքը, եթե սկզբունքների մասին են խոսում, այնտեղ կա փոխադարձության սկզբունքը նաեւ, ապա փոխադարձաբար նույն մոտեցումները կամ նույն ռեժիմները պետք է գործեն Նախիջևանի տարածքում եւ դրա համար են ասում, թող թրիփը այնտեղ էլ լիներ։ Դե ես էլ ասում եմ, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգներն են եկել այս համաձայնության, Ադրբեջանը չի եկել Միացյալ Նահանգների հետ նման համաձայնության, որ Միացյալ Նահանգները ներդրումներ կատարի նաև իր երկրում, բայց սկզբունքների եւ փոխադարձության տեսանկյունից Հայաստան եւ Ադրբեջանը եկել են համաձայնության, որը արձանագրված է հռչակագրում։
Այս հարցը էլի է տվել, բայց չեմ կարող չտալ հիմա։ Այդ դեպքում եթե հայ-ամերիկյան նախագիծ է TRIP-ը ամբողջությամբ, հա, ինչու նա կա հռչակագրում, որի տակ ստորագրել է Ադրբեջանը նաև։ Որովհետև Միացյալ Նահանգները եւս ստորագրել է այդ հռչակագիրը եւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ է տեղի ունեցել եւ պետք չէ հա այդ բանը այսպես մոռանալ վերջի տարի բանակցային պատմությունը, երբ որ հաղորդակցությունների բացումը եղել է ամենաբարդ հարցերից մեկը եւ ըստ էության մենք հասել ենք մի կետի, որը ամբողջությամբ բխում է Հայաստանի շահերից, չի խախտում Հայաստանի կարմիր գծերը եւ բնական է, որ եւ կա ամերիկյան աջակցություն այս հարցին, բնական է, որ Հայաստանը բան հա չէր կարող այդպես մի կոշիկի մեջ ոտերը դնել եւ ասել, որ սա պետք է լինի բացառապես հայ-ամերիկյան։ Այսինքն որոշակի փոխզիջման է գնացել, այսինքն զիջման է գնացել որոշակի Հայաստանը բանակցել է եւ հասել է մի լուծման, որը օգտակար է եւ շահավետ Հայաստանի Հանրապետության։ Դա զիջում չեք անվանում։ Չէ, ես համարում եմ դա համաձայնություն։ Լավ, մյուս հարցը Եվրամիությանն է վերաբերում։ Ամիսներ առաջ, պարոն Խանդոյան, սրանից պարբերաբար էին հայ պաշտոնյաները, հայաստանյան պաշտոնյաները հայտարարում ամենաբարձր մակարդակով, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրոպական միությանը։ Անկամ վարչապետին հայր տվեցին երբ, ասաց հենց վաղը կամ չգիտեմ այս տարի մյուս տարի է, բայց հիմա կարծես մի փոքր ավելի զսպված են դարել հայաստանյան պաշտոնյաները նման հայտարարությունների առումով, այ հայտարարվում է հետևյալ կերպ. ստացվեց, կանդամակցենք, չէ, կունենանք Եվրոպական միության ստանդարտներին պետություն, հա։ Ի վերջո պաշտոնական եւ վերջնական մոտեցումը ո՞րն է, անդամակցել Եվրոպական միությանը, թե գործընթացից քաղել արդյունքներ եւ օգուտներ։ Վերջերս էլ արտգործնախարարը ասել է, որ մենք կարող ենք նույնիսկ մյուս տարի դիմել Եվրոպական միության անդամակցության համար։ Եվ նաև ասեմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարում վերջերս ընդունված հռչակագրում եւս կա Եվրոպական միությանը միանալու մեր տեսլականի վերաբերյալ նշում, այսինքն մենք ընդունել ենք այդ օրենքը եւ դա ռազմավարական նպատակ է Հայաստանի համար, բայց դուք ճիշտ եք, որ այդ գործընթացը ներքին գործընթաց է, ներքին բարեփոխումների գործընթաց է, ինչպես փորձը ցույց է տալիս Արևմտյան Բալկանների եւ մեր տարածաշրջանի Ուկրաինայի, Մոլդովայի երկրների անդամակցության գործընթացը դա հատկապես ներքին օրակարգի հարց է եւ Հայաստանը ուզում է ունենալ այնպիսի ստանդարտներ, ինչպիսիք կան Եվրոպական միությունում եւ մենք կգնանք այդ ճանապարհով, բայց քաղաքական որոշումը թե երբ է այդ դիմումը հանձնվելու Եվրոպական միությանը, այս պահին կայացված չէ։ Հասկանալի։ Այդ դեպքում գոնե երբ կունենանք այդ նոր օրակարգի վերաբերյալ փաստաթուղթը Եվրոպական միության հետ, ես կարծում եմ առաջիկա շաբաթ փաստաթուղթը ըստ էության պատրաստ է։ Երբ է հրապարակվել լինի։ Կարծում եմ առաջիկա շաբաթների հարց է, մինչև տարեվերջ առնվազն։ Ինչու այն ձգձգվեց, որովհետև դեռ անցյալ տարի պետք է լիներ։ Եթե չեմ Չէ, այս տարի պիտի լիներ, չեմ կարծում ձգձգվում է, կարծում եմ պետք է հարմարեցնեն, թե երբ ստորագրեն, իսկապես տեղյակ չեմ, թե կոնկրետ որն է դա լինելու, բայց իմ տեղեկատվությամբ նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսին։ Այսինքն ինքը խնդիր չունի, չէ՞, ՍԵՊԱ-ի նման անդամ երկրի, անդամ պետություններում եւս ռատիֆիկացիա անցնելու։ Եթե չեմ սխալվում, փաստաթուղթը արդեն իսկ անդամ երկրների կողմից համաձայնեցման փուլ անցել է եւ երևի ժամանակ, այսինքն ձգվել է մինչև աշնան վերջ, դրա հետ է կապված նաեւ որ 27 առաջիկա շաբաթներում պետք է լինի։ Այո։ Հասկացա։ Թուրքիայի հետ կապված պարբերաբար վերջերս հատկապես Ադրբեջանի կողմից երբ հայտարարվեց նրա մասին, որ Ալիևը երբ հայտարարեց նրա մասին, որ իրենց տարածքով տրանզիտի արգելքը հանվել է դեպի Հայաստան, ու տվյալ դեպքում երրորդ երկրների միջոցով տրանզիտն է Վրաստանի միջոցով, Վրաստանի տարածքով վերջերս ավելի ինտենսիվ են հնչում հայտարարություններ հայկական կողմից, որ Թուրքիայի հետ կապված, Թուրքիայի սահմանի հետ կապված որոշակի դրական տեղաշարժերի են ակնկալում Թուրքիայի հետ սահմանի բացման առումով։ Կան կոնկրետ բանակցություններ, քննարկումներ, ինչ տեղեկատվությամբ կարող է կիսվել մեզ հետ, որ նման օպտիմիզմի ինչ հիմքեր կան։ Դե օպտիմիզմի հիմքեր են բանակցություններն են եւ ինտենսիվ խոսակցությունը, որը տեղի ունեցավ վերջի շրջանում, հատուկ ներկայացուցիչներ հանդիպեցին Երևանում, երկրների ղեկավարները հանդիպեցին Չինաստանում, Եթե չեմ սխալվում։ Եվ արտգործնախարարների մեջ տարբեր հարթակներում այնքան են հանդիպում, որ հիմա արդեն խորհրդարանական հարթակում ենք հանդիպում Թուրքիայի գործընկերների հետ Երևանում էին եւ մեսեջները բավականին դրական են
Թուրքիայի կողմից եւ հուսադրող եւ իսկապես ժամանակի եւ ես կարծում եմ մոտ ժամանակի հարց է որոշակի արդյունքներ տեսնելու համար չեմ կարող ասել որ դա կլինի սահմանի ամբողջական բացումը բայց առնվազն են պայմանավորվածությունները որոնք ձեռք են բերվել եւ մինչեւ որս ի կատար չեն ածվել կա որոշակի հուսադրող ասեմ մթնոլորտ որը հնարավորություն է տալիս նման հայտարարություններ անելու ես կարծում եմ երրորդ երկրի քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրերով անձանց մեր ակնկալիքն այն է որ դա տեղի կունենա շուտով եւ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ որ Հայաստանը ցանկանում է դա անել հնարավորինս շուտ բայց նաեւ գիտեք որ այլ ուղղություններով խոսակցություն եւ որոշակի արդյունքներ կան քննարկումներ կան տեխնիկական խմբերի միջև Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման տեխնիկական դետալների վերաբերյալ ակադեմիական փոխանակումների շուրջ քննարկումներ կան մենք ենք հեսա շուտով գնալու Ստամբուլ ԵԱԿ խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու եւ վերջին հարցը ադրբեջանցի փորձագետների այցը Հայաստան որտեղի ունեցավ ինչու եմ այս հարցը ձեզ տալիս որովհետեւ ինքը դասական առումով այսպես քաղաքացիական դիվանագիտություն չէր ինքը track 1.5 էր կարելի ասել որովհետեւ այնտեղ մասնակցություն ունեցան նաեւ պետության ներկայացուցիչ տվյալ դեպքում Արմեն Գրիգորյանը անվտանգության խորհրդի քարտուղարը դրա համար եմ հարցը ուղղում հայկական հաշվի առնելով եւ վերլուծելով այս այցի արդյունքները հա հայկական կողմի տրամադրվածությունը ինչպիսին է սա պետք է շարունակություն ունենալ որովհետեւ ասվում էր որ այս հարցը առաջին անգամ կազմակերպվել է զուտ այսպես ամբողջապես երկկողմ դրան մասնակցել են երկու պետությունների կառույցները եւ ինստիտուտները եւ հիմա մեր ինստիտուտների տրամադրվածությունը կամ իշխանության տրամադրվածությունը ինչպիսին է շարունակել այս տիպի փոխանակումները կամ չգիտեմ կարծիքների այս տիպի խողովակով աշխատելը թե ոչ միանշանակ պետք է շարունակել մենք պետք է շարունակենք խոսել ու խոսել միմյանց հետ ոչ միայն փորձագետների մակարդակով, լրագրողների մակարդակով, այլ նաև ես դեմ չեմ նաև արդեն միջխորհրդարանական շփումների ակտիվացմանը, դուք տեսել եք, որ մի քանի անգամ եւ նաև բոլորովին վերջերս խորհրդարանների նախագահները եւս հանդիպեցին Ժնևում եւ կարծում եմ, որ այլ մակարդակներում եւս մենք պետք է շարունակենք շփումները։ Այսինքն ուղիղ այցերով նկատի ունեք։ Դա պետական պաշտոնյաների մասով կարծում եմ դա դեռ քննարկման եւ վերլուծման հարց է, հաշվի առնելով նաեւ այն արկա հումանիտար հարցերը, որ կան, հատկապես հայ պաշտոնյանների։ Չնայած վերջերս ազգային անվտանգության ծառայության տնօրենը Բաքվում էր եւ մասնակցեց ֆորումին, իհարկե միջազգային հարթակ էր դա, բայց ես կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել եւ երբ որ վարչապետը ասում է մենք պետք է փայփայենք սանուցենք խաղաղությունը, դա նաև դրա մի հատվածը նաև այն է, որ մենք պետք է փորձենք հնարավորինս շատ խոսել հարևանների հետ եւ սկսենք ճանաչել իրար, որովհետեւ երկուստեք եղել է շատ նաև ռետորաբանության տեսանկյունից կոնֆլիկտը շատ ավելի խորն է արմատավորված եղել հասարակությունների մեջ, պետք է փորձենք դա որոշակի առումով մեղմել որովհետև առանց դրա դժվար կլինի, հա, քաղաքական մակարդակում որոշումները կայացվում են, բայց հասարակությունները պետք է սկսեն իրար ճանաչել։ Իհարկե նաև հույս ունենալով, որ այն հարցերը, որոնք հաճախ Ադրբեջանում բարձրացվում են, ոչ հաճախ գուցե լիդերների մակարդակով, բայց տարբեր շրջանակների կողմից, ինչ որ հումանիտար բնույթի հարցեր եւ այլն, դրանք կդադարեն բարձրաձայնվել, որովհետև դրանք ընդհանրապես չեն նպաստում այդ երկխոսությանը։ Երկխոսության մասով, քանի որ ասացիք հումանիտար խնդիրներ կան այցելությունների տեսանկյունից, ի նկատի ունեք երևի հայ գերիների խնդիրը հատկապես Ադրբեջանում, որոնք այս պահին հաստատված են 23 այնտեղ, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը եւ նաեւ զինվորականներ, տարեց մարդիկ եւ այլն։ Արդեն Ադրբեջանում կարելի է ասել, որ այս գերիների վերաբերյալ կա դիֆերենցված տարբերակված մոտեցում, հա, որ տարիքային այսպես 65-ից բարձր մարդկանց այլ ձև են կարծես դիտարկում, մյուսներին այլ տարբերակով քննարկումներում իրենց հետ տեսնում եք պատրաստակամություն նույն տարբերակված մոտեցմամբ այս խնդիրները լուծելու։ Հայաստանի համար սկզբունքային է, որ բոլոր 23 գերիները վերադարձվեն եւ այստեղ այդ հումանիտար հարցը, այսինքն մենք չենք կարող ընտրել գերիներին, թե ինչպես վերաբերվել։ Մեզ համար հիմա խնդրահարույց է նաեւ այդ
կապի բացակայության հարցը Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո, բայց բանակցություններում Հայաստանը շարունակաբար բարձրացնում է բոլոր գերիների ազատ արձակման եւ Հայաստան վերադարձի հարցը։ Որովհետեւ կա նաեւ քաղաքական բան դրա կոմպոնենտներ, քաղաքական կոմպոնենտ, շատերն ասում են, որ օրինակ նախկին լիդերների վերաբերյալ Հայաստանը բանը, հա, ձեռքերը լվացել է, նման բան չկա։ Հայաստանը բոլոր բանակցություններում խոսում է 23 գերիների մասին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Civilet տաղավարում ես զրուցեցի Սարգիս Խանդանյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։